մարզական կյանքը մեր շրջանում վերելք է ապրում։ Այժմ անդրադարձ կատարենք Շինկյոկուշին կարատեի մարզական անցուդարձին։ Պարապմունքներն ընթանում են բնականon հունով։ Մարզիկների մարզական պատրաստվածությունը ակնհայտ է տարբեր մրցույթներում։ Ապրիլ ամսին նրանք մասնակցեցին 2 մրցախաղի ու վերադարձան փայլուն արդյունքներով։ Ուրեմն մենք այս տարի ապրիլ ամիսին ունեցանք 2 կարևորագույն մրցում, ուրեմն Հայաստանի բացառաշնություն ու Վրաստանի առաջնություն։ 2 տեղն բավական շատ լավ հանդես եկան երեխաները, ունեցանք լիքը առաջ տեղեր, երկրորդ տեղեր, երրորդ տեղեր, մանավանդ Վրաստանը 10 հոգի մասնակցել էին, 10-ն էլ մրցանակային տեղեր զբաղեցրին, վերջում ֆինալ էին դուրս եկել 4 իմ աշակերտներ իրար դեմ, այսինքն 4 հոգին առաջ տեղ առան, 4 հոգին երկրորդ տեղ առան, դենց առաջ երկրորդ տեղեր ֆինալը մեր մեջ բաժանեցինք։ Շատ կարևոր եւ շատ հաջող մրցում էր։ Կոմանդով նաեւ գրավեցինք Վրաստանում առաջի տեղը։ Առաջիկայում ունենք մայիսի 29-30-ին Հայաստանում կայանալիք միջազգային առաջնությունը, որտեղ 10 պետությունից ավել երկրներ են մասնակցելու ու տեսնենք պատրաստվում ենք դրան, եթե դրա արդյունքներն գոհացուցիչ լինեն իմ համար, դա շատ կարևոր ապագա կբացվի երեխաների համար, հետագա զարգացման համար, կամ որ ուզում է շարունակել իր կարիերան սպորտով, դա շատ կարևոր է, որ երեխան կարողանա առաջ գնալ։ Ինչպես Հայաստանի Հանրապետության բացառաշնությունից, այնպես էլ Վրաստանի առաջնությունից մեր տղաները վերադարձան պատվավոր հորիզոնական ներգրանցած։ Այսպիսի արդյունքներ բառերով նկարագրելն անհնար է, ու այս ամենի մասին խոսում են մարզիկները։ Կատա նշանակել մարդ մտածված հակառակորդի դեմ։ Մոգորե այժմ Ես Գևորգ եմ, մասնակցեցի Հայաստանի բացառաշնության եւ Վրաստանի մրցմանը։ Երկուսն էլ շատ դժվար մրցում էր։ Հայաստանը հաղթեցի, Վրաստանը 3 տեղ զբաղեցրի եւ ես պատրաստում եմ Հայաստանի մեկ բացառաշնության մրցման։ Ոս հավաշիգեր ջուտա։ Ոս եկա, դենձե։ Հավաշիգեր։ Ոս փորձեցիր։ Ես Ռազմիկ Բդոյանն եմ, ես Երևանի առաջնությանը գրավել եմ առաջի տեղ։ Ես շատ շնորհակալ եմ Սամվել Դարբինյանին, որ մեզի հասցրել է այս մակարդակին։ Ես ուզում եմ շարունակել մինչև սև կոտի։ Ես Շահեն Վարդանյանն եմ, Հեշտյակյուղից, մասնակցել եմ 2 մրցման, Հայաստանի բացառաշնությանը եւ Վրաստանում 2 տեղն էլ գրավել եմ առաջին տեղ։ Ես շնորհակալ եմ իմ մարզչին Սամվել Դարբինյանին ինձ աջակցելու համար եւ ես պատրաստվում եմ Հայաստանում կայանալիք աշխարհի կապատի մրցմանը։ Ես 7-ից 8 տարի հաճախում եմ կարատեի, պարապում եմ, որ Հայաստանում նույնպես հաղթեմ։
Ես Գերգոր Գուրյանն եմ, մասնակցել եմ Երևանի առաջնության եւ գրավել եմ առաջի տեղ։ Ես շատ շնորհակալ եմ Սենսեյ Դարբինյանին։ Վրաստանին մասնակցել եմ եւ գրավել եմ երկրորդ տեղ։ Յանսը, յո։ Ուրե, աչու։ Մեկին ստացեք։ Ես Դերո Դարբինյանն եմ, ապրիլ ամսին ես մասնակցել եմ համ Հայաստան բաց առաջնություն, համ էլ Վրաստանի առաջնություն։ Ես կարողացել եմ գրավել երկուսն էլ առաջի տեղ։ Ես հոգեպես պատրաստվել էի։ Շնորհակալություն եմ հայնում իմ սենսեյի Սամվել Դարբինյանին։ Մենք պատրաստվում ենք նոր միջազգային մրցման Երևանում, աշխարհի գավաթին։ Յո։ Մոգորե նշանին գնու։ Աչու։ Ես Մանփրեծ Արուկյանն եմ, ես 10 տարեկան եմ, ես մասնակցել եմ երկու մրցմաններ, մի հատ Հայաստանի, մի հատ էլ Բաթումի։ Ես երկուսն էլ գրավել եմ երկրորդ տեղ եւ ես ուզում եմ շարունակել, որ ձգել առաջի տեղ։ Ես Արտեմ Վարդանյանն եմ, գնացել եմ Հայաստանի բաց առաջնության ու գրավել եմ առաջի տեղ։ Ես շնորհակալ եմ իմ սենսեյին Սամվել Դարբինյանին։ Ես արդեն 5 տարի է գալիս եմ կարատեի ու գնացել եմ 6 մրցման, որոնց ունեմ 5 հատ առաջին տեղ, 2 հատ երրորդ տեղ։ Ես Հայկաց Բդոյանն եմ, մասնակցել եմ երկու մրցման Հայաստանի եւ Վրաստանի եւ երկուսն էլ գրավել եմ երկրորդ տեղ։ Ես շատ պարապել էի, որ այդ մրցմանները հաղթեի։ Շատ շնորհակալ եմ իմ սենսեյից։ Նավրե։ Էս։ Ես Արսեն Գուրեղյանն եմ, մասնակցել եմ Հայաստանի բաց առաջնության եւ Վրաստանի առաջնության։ Հայաստանի առաջնությանը գրավել եմ երրորդ հորիզոնական, Վրաստանի առաջնությանը գրավել եմ առաջին հորիզոնական։ Պատրաստվում եմ Հայաստանում աշխարհի գավաթի, նույնպես կգրանցեմ հաղթանակ, հուսով եմ։ Շատ շնորհակալ եմ Սամվել Դարբինյանին նման դաստիարակելու եւ մարզելու համար։ Ես արդեն 10 տարի հաճախում եմ կարատեի եւ կարող եմ ասել, որ կարատեն արդեն դարձել է իմ կյանքի մի մասը, առանց որի չեմ պատկերացնում իմ կյանքը եւ փորձում եմ իմ շրջապատին նույնպես քարոզել, որ մտնեն եւ զբաղվեն սպորտով, քանի որ այն շատ կարեւոր է մեր շրջապատի համար։ Ինչպես իր խոսքում նշեց մարզիչ Սամվել Դարբինյանը, հերթական մրցաշարը կկայանա շուտով ու նրանք հաստատակամ տրամադրված են հերթական մրցույթին։ Ցանկանանք նրանց նորանոր հաջողություններ։